Այսօր պատմելու եմ ֆինանսական բուրգերի և ցանցային մարքեթինգի բիզնեսի տարբերությունը։ Այս պատկերը ձեզ կնկարեն նաև ֆինանսական բուրգերով զբաղվող մարդիկ։ Այստեղ ձեզ կասեն դիր փող։ Այս մարդկանց է բեր, թող դնեն կոն փող։ Այ երբ որ լիքը փող կհավաքվի ստեղ, դու կունենաս ստեղ տոկոս փող։ Շատ հետաքրքիր է, ինչ-որ խելացի մտքեր կան ստեղ։ Իմ կարծիքով ստեղ ոչ մի խելացի բան չկա, պրոստը ստեղ խաբված է, դու ոչ մի չգիտի, որ իրենց խաբում է իրենց վերև գտնվող մարդը։ Ինչ որ է, ցանցային մարքեթինգի բիզնեսում դու չես դնում փող, դու օգտվում ես քո ֆիրմայի պրոդուկտից, ապրանք ես ձեռք բերում քո համար, շամպուն ես առնում, լողանում ես, պատկերացինք լվացքի փոշ ես առնում, լվացք ես ամ։ Եվ երբ որ դու հրավիրում ես բիզնես գործընկերներ, իրանք նույնպես ապրանք են ձեռք բերում։ Այստեղ ոչ մեկ խաբված չի, ոչ դու ես խաբված, ոչ քո գործընկերներն են խաբված։ Երբ որ մարդիկ ապրանքը ձեռք են բերում իրենց համար, դու ստանում ես տոկոս իրենց առևտրային շրջանառությունից։ Պրիտոմ, տեսեք, դու ոչ մի ապրանք չես առնում, տանում պահեստավորում, զբաղվում առաքումներով եւ այլն։ Դու օգտվում ես պատրաստի բիզնես մոդելից։ Ցանցային մարքեթինգի բիզնեսի գաղափարը հենց դրանով է հրաշալի, որ դու չունես, քեզ պետք չի ոչ գաղափար, ոչ էլ մեծ փողажներ դնելու համար։ Դու ուղղակի քո համար գնումներ ես անում ամեն պերիոդի ընթացքում որոշակի չափով մեր ընկերությունում դա կազմում է 30-ից 35,000 դրամ։ Գումար, որը դու ծախսում ես սենց խանութներում, դու դա ծախսում ես քո ֆիրմայում եւ քո գործընկերները կրկնում են քո գործողությունները։ Ստեղծում են թիմային ապրանքային շրջանառություն, որի դիմաց դու ստանում ես քո տոկոսները 3-ից 23%։ Եվ եթե քո գործընկերները իրենք էլ իրենց հերթին զբաղվելով բիզնեսով ստեղծում են իրենց թիմային շրջանառությունը, դու ստանում ես նաեւ տոկոս քո գործընկերոջ բիզնեսից, անկախ նրանից թե իր բիզնեսը քանի հոգի են ներառում, դու կստանաս քո բոլոր գործընկերների բիզնեսից նույնպես տոկոսներ։ Երբ որ քո գործընկերները կհասնեն որոշակի մակարդակի, օրինակ 23% եւ կլինեն բավականին ինքնուրույն բիզնեսում, ապա դու քո գործընկերների բիզնեսից կստանաս пассив եկամուտ, այսինքն թոշակ բիզնեսից։ Այստեղ է թաքնված ցանցային մարքեթինգի բիզնեսի գաղտնիքը։ Երբ որ դու սկսում ես բիզնես եւ դու մի օր անցնում ես пассив եկամուտի, դու մի օր գնում ես թոշակի, այսինքն դու ծերանում ես, կամ 10 տարի հետո դու գնում ես թոշակի եւ ստանում ես քո արդեն ստեղծած բիզնեսից տոկոս։